2010 թվականին Կապանի երկրագիտական թանգարանը հաստատվեց Մուշեղ Հարությունյան 3 փողոցում։ Նոր մասնաշենքում վերջին 4 տարիներին կազմակերպվել են մի շարք ցուցադրություններ, որոնք հիմնականում ժամանակավոր բնույթ են կրել։ Հաստատության տնօրեն Գրիշա Սմբատյանը դա պայմանավորում է համապատասխան ցուցափեղկերի բացակայությամբ։ Այդուհանդերձ մշակութային օջախը շարունակում է հավատարիմ մնալ ոչ ֆորմալ կրթության վայր հանդիսանալու գաղափարախոսությանը եւ աշխատում իր այցելուներին մշտապես նոր բացահայտումներ պարգևել։ Չնայած որ յուրաքանչյուր նոր ցուցադրության կազմակերպումը բավական բարդ եւ ժամանակատար գործընթաց է։ Ինչքան ժամանակ է պետք ցուցադրություն դնելու համար։ Հասարակության մեջ ընդունված է ընդհանրապես կամ ավելի ճիշտ ում մտածողությունը ասեմ նրանք ովքեր պիտի թանգարան ձևավորեն, կահավորեն, թանգարան պիտի կառուցեն, շատ հաճախ մտածում են, որ կարևորը շենքն է, իսկ ներքին, եթե կարելի այդպես ասել, ձևավորման համար երբեք չեն մտածում, որ ավելի շատ ժամանակ է պետք։ Եթե շենքը վերանորոգելու համար մի տարի է պետք, ես ձեզ հավատացնում եմ, որ այդ նույն շենքում պիտի 3-4 տարի ձևավորել, թանգարան դարձնել։ 2014-ին եւս երկրագիտական թանգարանում աշխատանքային նախաձեռնությունների պակաս չի զգացվի։ Տարվա ընթացքում նախատեսվել է 2 լայնածավալ ցուցադրություն, որոնցից յուրաքանչյուրը առնչվում է լուրջ գիտական ուսումնասիրությունների։ Ցուցադրություններից առաջինը պատրաստվում է մայիսի 18-ի թանգարանային գիշերվա համար եւ նվիրված է լինելու Շիկահող գյուղին, որը հայտնի է իր հարուստ պատմությամբ եւ հնագիտական գտածոներով։ Մենք մտադիր ենք այս անգամ թանգարանային գիշերը ներկայացնել այլ կերպ։ Միշտ էլ ցուցափեղկերի պակասության պատճառով մենք ինչ ենք ներկայացնում։ Լուսանկարներ, արխիվներ, հանդիպումներ, ինչ որ միջոցառում, բայց այս տարի մենք ներկայացնում ենք Շիկահող գյուղը։ Ինչու Շիկահողը։ Նախ անկեղծ ասեմ Ղափանի շրջանի, ընդհանրապես Սյունիքի ամեն գյուղ կարելի է ներկայացնել եւ նրա վերաբերյալ մի կարգին ցուցադրություն դնել։ Ղափանի գյուղերը առավել եւս փոքրիկ այդ գյուղերը եւ հարուստ հնագիտական անցյալ ունեն։ Նույնիսկ պեղումներ չեն կատարվել մեր գյուղերում, բայց շինարարական աշխատանքների ժամանակ կամ պատահաբար այնքան նյութեր են հայտնաբերվել, որ դրանցով կարելի է ցուցադրություն դնել, իսկ այդ ցուցադրությունը շատ բան կտա հասարակությանը։ Իսկ ինչու այս պահին Շիկահող, որպեսզի մենք ներկայացնենք Շիկահողի հնագիտական գտածոները, իսկ դրանք ոչ թե Շիկահողին են, այլ Ղափանին են, Սյունիքին են, իսկ Սյունիքի եւ Ղափանի հնագիտական արժեքները դրանք ոչ միայն տեղական նշանակություն ունեն, այլ հայկական լեռնաշխարհի, նույնիսկ նրա հարակից շրջանների հետ առնչվում են եւ նրա պատմության մի մասն են, մշակութային առնչություններ են, պատմական անցյալ է։ Առավել եւս դրանք ունեն նույնիսկ գեղարվեստական արժեք, այնտեղ շատ լավ բաներ կան ցուցադրելու։ Մենք ցուցադրելու ենք եւ հնագիտական նյութեր։ Շիկահողի տարածքում հայտնաբերված միջնադարյան որոշ նյութեր եւ գյուղի 19-րդ դարի 19-20-րդ տարերի պատմությունը, անցյալը, լուսանկարներ, արխիվներ, վավերագրեր, գյուղի հետ կապված պատմական անցուդարձ, դիմում եմ Շիկահող գյուղացիներին, շատ եմ խնդրում։ Իրենց տներում նյութեր կան, նույնիսկ հնագիտական արժեքներ կան, տներից դարել են դրել իրանց սերմանների վրա, իրանց ինչ որտեղ նաև կարող նույնիսկ այդ վիճակներ, որ մի ժամանակ ասում էին, այս կավե սափորը լավ օժիտի նյութ է, կան հին ձեռագործեր, լուսանկարներ, ես դիմում եմ շիկահողցիներին եւ շատ եմ խնդրում։ Դրանք գոնե ժամանակավորապես տրամադրեն մեզ ցուցադրենք, մեր ցուցադրությունը հարուստ եւ գրավիչ լինելու համար կրկին կվերադարձնենք իրենց։ Ինչպես հայտնի է, այս տարի լրանում է առաջին համաշխարհային պատերազմի 100 տարին։ Ուղիղ 1 դար է անցել մարդկության պատմության ամենաարյունահեղ հակամարտության մեկնարկից։ Այս հանգամանքը չէր կարող աննկատ մնալ, հետևապես երկրորդ ցուցադրությունը անդրադարձ է լինելու առաջին աշխարհամարտում Սյունիքի եւ Վայոց ձորի ունեցած մասնակցությանը։ Պատերազմի թեմային անդրադառնալը ընդհանրապես հաճելի չէ։ Բայց
պատերազմին մասնակցել են այնպիսի մարդիկ կոնկրետ Սյունիքից, որոնք հետագայում ուղղակի դարձան մեր ազատամարտի հերոսները։ Այդ նրանք էին, որ եկան ու փրկեցին Զանգեզուրը օտարներից, մեր հարևաններից։ Մենք մտադիր ենք 14 թվականի հոկտեմբերին, այն է առաջին աշխարհամարտին Թուրքիայի մասնակցությունը, երբ սկսվեց, երբ Թուրքիա մտավ ռազմական գործողությունների մեջ, մտադիր ենք այդ օրը անցկացնենք, նաև փորձում ենք դա կապել նաև քաղաքի օրվա հետ։ Առաջին աշխարհամարտի վերաբերյալ իհարկե նյութերը այդքան էլ շատ չեն։ Մենք նյութական արժեքներ, նյութական այդպես ցուցանմուշներ չունենք։ Բացառությամբ հրացանների, զենքի մի քանի տեսակի եւ մի ռազմաճակատային մի շատ հետաքրքիր բաժակի, որը մեր սեփականությունը չէ, բայց Տերը պատրաստական է տնելու, որպեսզի մենք ցուցադրենք։ Բայց մենք ներկայացնելու ենք կապանցիների, սյունեցիների եւ վայոց զորեցների մասնակցությունը ռազմական գործողություններին, նրանց դերը։ Մենք առաջին աշխարհամարտին պատրաստում ենք նաեւ վայոց զորեցների հետ։ Մեզ այս հարցում օգնում է Աշոտ Սիմոնյանը, բազմաթիվ մենագրությունների գրքերի հեղինակ, Վայոց ձորի պատմության լավագույն գիտակը այս պահին Հայաստանի Հանրապետությունում։ Ինքը խոստացել է մեզ օգնել, կօգնի եւ մենք կմիավորենք նաեւ Վայոց ձորը։ Հիմա կարող է հարց առաջանալ, ինչու նաեւ Վայոց ձորը։ Ընդունենք, որ պատմականորեն Վայոց ձորը Սյունիք է։ 12 մեր գավառներից մեկն է։ Եվ մենք ներկայացնել ենք նաև Վայոց ձորը, նաև այնտեղ կան գործիչներ, ռազմական գործողությունների մասնակիցներ, ովքեր Վայոց ձորը թողել եկել են Սյունիքն են պաշտպանել։ Սրահում ներկայացված նյութը հստակ պատկերացում է տալու պատերազմի, ռազմաճակատի, թիկունքի իրավիճակների վերաբերյալ։ Նկարագրվելու է այդ ծայրահեղ ծանր տարիներին հասարակ մարդկանց ապրուստի պատկերը։ Անդրադարձ է լինելու Զանգեզուրի հերոսամարտին, Սարդարապատի, Բաշապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերին, Բաքվի պաշտպանությանը, քաղաքացիական պատերազմին։ Ես դիմում եմ Սյունիքի մեր հասարակությանը, մեր ժողովրդին խնդրանքով, բացեն իրենց տնային ալբոմները, նայեն իրենց արխիվները, այնտեղ շատ նյութեր կան առաջին աշխարհամարտի վերաբերյալ, նույնիսկ սնդուկներում կան, ինչպես որ մի քանի օր առաջ Բեխից Աշոտ Մելիք Փարսադանյանը մեզ հիանալի լուսանկարներ տրամադրեց, որոնց մի մասը վերաբերում է առաջին աշխարհամարտին Բեխ գյուղացիների մասնակցության։ Ցուցադրության կարևորագույն հանգամանքներից մեկն այն է, որ ներկայացվելու են առաջին համաշխարհային պատերազմում ակներև դեր ունեցած սյունեցի անհատները, ինչպես օրինակ Գրիգոր Տեր-Մագիստրոսը, Ղարաքիլիսայի հերոս Գուրգեն Տեր-Մովսիսյանը եւ առաջին համաշխարհային պատերազմում 2 Գեորգիևյան խաչ շքանշանի արժանացած Ալեքսան Կոստանյանը։ Եվ հետաքրքրաշարժ եւս մեկ հանգամանք, անդրադարձ է լինելու պատերազմում եւ թիկունքում կանանց դերակատարությանը։ Մենք կներկայացնենք մեր լուսավոր մեր ժողովրդի լուսավոր զավակներից մեկին, Վարսենիկ Մելիք Ստեփանյանին, մենք ունենք արդեն Արև թերթի համապատասխան համարը, Սմբատ Մելիք Ստեփանյանի արխիվի համապատասխան նյութերը, խոսքը վերաբերում է մեր մայր Թերեզային, Վարսենիկ Մելիք Ստեփանյանին, ով իր երիտասարդ կյանքը չխնայեց եւ Երևանում գաղթականների հիվանդանոցում խնամում էր թշվառ գաղթական երեխաներին։ Նման կերպար մենք չունենք։ Կփորձենք գտնել կանանց կնոջ դերը մի տեսակ մեր պատմության մեջ չի իմաստավորվում։ Պատմության մեջ մտնում է այն հայ կանայք կամ այն կանայք, ովքեր իրենց դերակատարությունը ունենում են պատմության որևէ դրվագում, ինչպեսին ասենք առաջին աշխարհամարտն է, հայ-թաթարական բախումներն են, սովի ժամանակներն են, աղքատության թշվառության տարիներն են, կուզեք իմանալ բռնությունների ժամանակը կինը հայտնվեց բանտում, գիտեք, կանայք հայտնվեցին խորհրդային բանտերում, բայց չկորցրին իրենց, կարողացան մարդ մնալ։ Նման ցուցադրությունները հիանալի առիթ են անցյալին առնչվելու եւ նախնյաց ճանապարհներին իրազեկ լինելու համար, այնպես որ հարկ է օգտվել ընձեռված հնարավորություններից։
Օրերս Instigate ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը եւ մի քանի աշխատակիցներ այցելել էին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղ եւ հանդիպել տեղի ուսանողներին, նպատակ ունենալով վերջիններիս ներկայացնել ժամանակակից տեխնոլոգիական նորարարությունները։ Այսօր մեր մոտ հյուր են Instigate կազմակերպության ներկայացուցիչները, որոնց հետ մեր մասնաճյուղը համագործակցում է, դուք գիտեք, որ մենք ուսուցում արժանք ենք անցկացնում մեր մոտ այդ կազմակերպության միջոցով եւ գալու նպատակը ինչքան ինձ հայտնի է դա նոր արդեն բոլորիս հայտնի Արմթապ պլանշետի Հայաստանում կազմակերպվելիք արտադրության հետ կապված նրանց ներկայացումը երևի տեխնիկական այլ հնարավորություններ թե ինչ է իրենից ներկայացնում եւ մենք հիշենք որ Հայաստանը ժամանակին ունեցել է ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում որոշակի մինչև անկախացում որոշակի հաջողություններ, դա մեզ հայտնի Նայիրիտը, Էլեկտրոնիկա 60 եւ այլն, որը Մերգելանում որոշակի աշխատանքներ կատարում են, անկախացումից հետո երևի սա ոչ երևի հենց առաջին, բայց առաջին փորձերից է երևի, որ հանրապետությունում նորից վերականգնվի այդ ավանդույթը ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում աշխատանքներ, դա կլինի արտադրություն, դա կլինի ծառայություններ, սպասարկում եւ այլն այդ բնագավառի եւ եթե մենք նայենք համաշխարհային փորձը փոքր հանրապետությունների համար ինֆորմացիոն տեխնոլոգիաները դա արտադրության զարգացման հնարավորություններից մեկն է, դա առավելություններից մեկն է, որ կարող ենք այդպիսի տեխնոլոգիաների միջոցով հանրապետությունում արտադրություն իրականացնելով տնտեսությունը զարգացնել։ Քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների դերը մեծ է հատկապես կրթական ոլորտում, ուստի Instigate ընկերության պատասխանատուն շատ է կարևորում բուհերի, ինչպես նաև ավագ դպրոցների սովորողներին անձամբ ներկայացնել նոր արտադրանքը։ Խոսենք կրթական ծրագրերի հետ կապված խնդիրների վերաբերյալ, որովհետև թե այս արտադրանքը, թե Արմթապը ներկայումս առաջի հերթին կրթական նշանակության կիրառություններ է ունենալու ու հետագայում բոլորս քանի որ արդյունաբերության ներկայացուցիչներ ենք, ոչ այնքան կրթական ոլորտի, որքան արդյունաբերության, նաև բնականաբար կիրառվի իրական կյանքում լուծումներ ստեղծելու համար։ Իրական կրթության ոլորտը դա նույնպես շուկա է եւ այդ լուծումները, որոնք ստեղծվում են եւ վաճառվում են կրթական ոլորտին, դրանք դա նույնպես արդյունաբերություն է, ուղղակի փոքր շուկա է համակարգացնում։ Բանախոսը տևական ժամանակ ներկայացրեց իրենց ընկերության գործունեությունը, այնուհետև անդրադարձավ բուն թեմային հայկական պլանշետներին, որից ի դեպ նրա մոտ չկար։ Իմանալով որ Արմթապը Հայաստանում ստեղծվելու է այդպիսի ապրանքանիշ եւ հավաքելու է այդ հավաքման ցեխում նաև այդ արտադրամասում նաև ստեղծվելու են Արմթապեր, մենք առաջարկեցինք դրա ծրագրային մասը նույնպես հայկական դարձնել, որպեսզի պարզապես Android չդրվի դրա վրա, այլ դրվի հատուկ ինչ-որ հայկական սարքումով եւ արտադրության բան, որը մենք վաղուց մշակում ենք, կոչվում է Ոստան, դա հապատակներով ոնց որ հարուստ է դարաշրջանի, մենք հիմա ապրում ենք մի ժամանակահատվածում, որտեղ անցում է կատարում արդյունաբերությունում, մկնիկով ստեղնաշարով, ասենք այդ դոմինանտ շուկայից անցնում ենք դեպի հապատակներով, սարքերով դոմինանտ շուկա եւ սարքերը օֆիսներից, հիմնարկներից արդեն մենք անքին մնացած ասպարեզներ, որտեղ գերազանցապես օգտագործվում են այդ դյուրակիր համակարգիչները եւ ինչպես մկնիկի ստեղծման ժամանակ մարդ-մեքենա հաղորդակցությունը մեծ փոփոխությունների ենթարկվեց, այն տերմինալների մարդ-մեքենա հաղորդակցության վիճակից, որ դուք ATM-ով որ փող եք հանում, ինքնա չթելադրում ինչ անեք, այդ վիճակում էր առաջ համակարգիչը, երբ որ միայն ստեղնաշարում էր, երբ որ մկնիկը առաջացավ նաև այդ գրաֆիկական ինտերֆեյսը, այդ կնոպկաները, ծառերը, ցուցակները եւ արդեն 40 տարի է մարդ-մեքենա հաղորդակցությունը կատարվում է այդ գրաֆիկական ինտերֆեյսերի միջոցով, բայց հիմա մենք վերապրում ենք մի հատ ժամանակահատվածում ենք ապրում, որտեղ եւս մենք այդպիսի անցում ենք կատարում դեպի դյուրակիր համակարգիչներ եւ այնտեղ նորից կարիք կա նոր մոտեցման եւ Instigate-ը այդ մոտեցումը մշակում է արդեն 2.5 տարի է եւ տեխնոլոգիա կա, Ոստանա կոչվում, որը շատ հարմարեցված է այդ տիպի հաղորդակցության համար։
Հարկ է նշել, որ Հայաստանը մեծ ներուժ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչի մասին վկայում են այդ ոլորտի հաջողությունները։ Այն հայկական տնտեսության ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկն է։ Մասնավորապես ոլորտի աճը 2013 թվականին կազմել է 20%։ Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է։ Ավելորդ կլինի հիշատակել, թե հայերի համար որքան կարևոր է մեր մայրենի լեզուն։ Անգամ դպրոցական մանկիկը քաջատեղյակ է, որ պետականության բացակայության երկարատև ժամանակահատվածում ազգը պահպանվել է կրոնի եւ հայկական գրի միջոցով։ Եվ ներկայումս յուրաքանչյուրի սպարտքն է անաղարտ պահել հայերենը։ Այս խնդիրն են իրենց առջև դրել Կապանի համար 9 ավագ դպրոցի ուսուցչական եւ աշակերտական խորհուրդները։ Այդ էր վկայում նաեւ կազմակերպված տոնական միջոցառումը։ Իզուր չէ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1999 թվականին ընդունել է փետրվարի 21-ը որպես մայրենիի օր եւ այսօր այդ շրջանակներում նաեւ դպրոցում 10-օրյակ է հայոց լեզու եւ գրականության այդ շրջանակում անցեկացում այս միջոցառումը մեկ անգամ եւս լեզվի դերը, մայրենիի դերը նշանավորելու համար։ Եվ ընդհանրապես նմանատիպ միջոցառումներ եւ միջոցառումներ դպրոցներում անհրաժեշտ է։ Այդ հենց ցույց տալիս նաև ծնողների հետ այլ դպրոցներում, մարզերում, նաև մեր մարզում անցկացված հարցումները, որտեղ միանշանակ նրանք գտնում են, որ դպրոցը միայն ուսում ստանալու համար չէ, իհարկե ուսում ստանալը առաջինն է, բայց իրենք գտնում են, որ երեխաներին պետք է նաև կազմակերպեն միջոցառումներ, որոնք նրանց արժեքային համակարգի կազմավորման համար են։ Մայրենի լեզվի միջազգային օրը իսկական տոնի վերածեցին նաև Կապանի համար 1 հիմնական դպրոցի 3-րդ Բ դասարանի սաները։ Աշակերտները իրենց տարիքի համեմատ բավական իմաստալից եւ ակնահաճո հանդես էին պատրաստել։ Մանկական տաղիքները մի կողմ թողած նրանք խոսում էին Շիրազի, Սևակի, Գևորգ Էմինի տողերով, ներկայացնում հայերենի զարգացման փուլերն ու լեզվական առանձնահատկությունները։ Եվ քանի որ մեր մայր լեզվի առանձնահատկություններից մեկը բարբառների առատությունն է, որը հարստություն է ցանկացած լեզվի համար, փոքրիկները փորձեցին հումորային մանրապատումների միջոցով ներկայացնել երկրի տարբեր շրջանների խոսակցական լեզուն։ Արցախցի տատիկը առաջին անգամ թատրոն է գնացել։ Բաբո, հավան գցա թատրոնը։ Մատաղնին լավ է, շատ լավ է, ամալող ջան լավը վերջն է։ Վերսկսեցին պալտոնին բաժանել թիատրումը, ես 3 ղաշակ պալտո եկել այնց, լավ էր։ Հայերենը սրբազան, աստվածատուր լեզու է։ Մեր այբուբենը ինքնին աղոթք է, եւ պատահական չէ, որ այն սկսվում է արարիչ եւ ավարտվում Քրիստոս բառերով։ Հայ ժողովրդի բարդ ճակատագրի պատճառով մայրենին այսօր ունի 2 ճյուղ՝ արևելահայերեն եւ արևմտահայերեն, որոնք հավասարապես սիրելի են։ Լեզուն մարդուն բնության կողմից տրված ամենամեծ պարգևն է։ Լեզուն հոգու եւ մտքի հնչյունակեր տաճար է։ Ամեն ազգ ունի իր մայրենի լեզուն։ Մեր մայրենի լեզուն հայերենն է։ Դարեր ի վեր մենք գիտենք, որ հայը իր գոյությունն ու ինքնությունը պահպանել է լեզվի միջոցով, որովհետև լեզուն հզոր զենք է, ուսե պատնեշ է մեր լեզուն։ Եվ ամեն մի օտարբար ուղղակի խարխլում է մեր ազգային հիմքը։ Ես ուղղակի կոչ եմ անում, որ աշխարհի 4 ծագերում գտնվող մեր հայրենակիցները պահեն ու պահպանեն մայրենին, որովհետև դա է մեր ինքնության եւ մեր լինելիության դրոշմը։ Երրորդցիների տոնական հանդեսը լեցուն էր հայկական ոգով, նայիրյան հեզաճկուն պարեր, ժողովրդական երգ ու երաժշտություն։ Աշակերտները անգամ հատված էին բեմադրել հայ մեծագույն գրողներից մեկի՝ Հակոբ Պարոնյանի մեծապատիվ մուրացկանները վեպից։ Փոքրիկների ելույթը գերեց հանդիսատեսին, ուստի դպրոցի տնօրեն Լևոն Մարգարյանը ուսուցչուհուն հանձնարարեց բոլորին մեկական 10 նշանակել դասամատյանում։ 1915 թվականի եղերնել տեսանք, մեր կեսը տվինք, բայց քեզ չտվինք, որովհետև մայրենի էինք դրել անունդ։ Լեզուն տալ կնշանակեր դավել հարազատ մայրիկին։ Սիրելի երեխաներ, այնքան կցանկանայինք, որ Սիլվա Կապուտիկյանը խոսքին որդու բանաստեղծության վերջին 2 տողը չգրեր պարզապես։ Ուտես որդիս ուրել լինես, այս երկնի տակ, լուսի տակ ուրել գնաս, թե մորդ անգամ մտքից տանես, քո մայր լեզուն չմոռանաս, նախ ինչու գնալ այս լուսնի տակ, ինչու պանդխտության գաղափարը մեր միջից դուրս չենք վանում, եւ երկրորդ ինչ ասել է թե մորդ անգամ մտքից տանես, եթե մտքից տանես,
ավելի լավ ընդհանրապես մարդ չկոչվես, ուր ունած թե մայրենին մոռանաս։